Չորեքշաբթի օրվանից աշխարհի բազմաթիվ քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ Իսրայելի։ Գազային մարդասիրական օգնություն տանող Սումուդ նավախմբի արշավի կասեցման, նավերի կալանման եւ ակտիվիստների ձերբակալման դեմ ընդվզող ցուցարարները աջակցություն են հայտնում պաղեստինյան անկլավի բնակչությանը, պահանջելով դադարեցնել շրջափակումը եւ ցեղասպանությունը։ Թող Գազան ապրի, դադարեցրեք ռմբակոծումները։ Տեսեք, մեր մարդիկ Ամերիկայում փողոցներում են ապրում, իսկ մենք շարունակ ռմբակոծում ու սպանում ենք ուրիշներին։ Դա սարսափելի եւ անընդունելի է։ Այդ պատճառով ես այստեղ եմ։ Ես ոչ պաղեստինացի եմ, ոչ արաբ, ես պարզապես ամերիկացի եմ, որը հավատում է, որ ճշմարտությունը պետք է հաղթի։ Բողոքի ակցիաներ են ծավալվել առնվազն 11 երկրներում։ Տորմիղի կալանումից ի վեր մենք նրանց գտնվելու վայրի եւ առողջական վիճակի մասին որևէ լուրջ չունենք։ Մենք պահանջում ենք, որ նրանք վերադառնան ողջ ու առողջ։ Հակառակ դեպքում մեր կառավարությունը պետք է կոշտ պատժամիջոցներ կիրառի Իսրայելը մեկուսացնելու համար։ Անընդունելի է, որ Իսրայելը շարունակում է բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարել։ Մեխիկոյում ցուցարարները ծածանելով Պաղեստինի դրոշները երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձան, որը ակտիվիստները վերանվանել են Ազատ Պաղեստինի հրապարակ։ Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ Սումուդ տորմիղի նավերից մեկում եղել է Մեքսիկայի 7 քաղաքացի։ Ապշած եմ, որքան քիչ մարդիկ են արձագանքել այս հարցին այն դեպքում, երբ դա իրական ցեղասպանություն է ու համաշխարհային սկանդալ։ Պետք է դրսևորենք համերաշխություն պաղեստինցիների նկատմամբ։ Այնտեղ ավելի քան 20,000 երեխա է զոհվել։ Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում բողոքի ակցիաները թեժ են անցել։ Բերլինում ցուցարարները կարմիր ներկ են լցրել Գերմանիայի արտգործնախարարության շենքի վրա, խորհրդանշելով Գազայում թափված արյունը։ Ոստիկանությունը ձերբակալել է 4 ակտիվիստի։ Մենք հենց նոր արտաքին գործերի նախարարության շենքի ճակատը ներկեցինք արյան կարմիր գույնով եւ նախարարության մուտքի առջև գետրին գրեցինք Պաղեստինում սպանվածների անունները։ Բարսելոնայում ուսանողական երթի մասնակիցները վնասել են միջազգային բրենդների Starbucks-ի եւ Burger King-ի սրճարանները, պատերին գրելով դադարեցրեք ցեղասպանությունը եւ ազատություն Պաղեստինին կարգախոսները։ Լուծում որ հարցի համար։ Մեռած երեխաներն ինչ է վերադառնալու են։ Ծնողները նորից գրկելու են նրանց։ Ոչ, ես էլ հույս ունեմ, որ լուծում կլինի, բայց դրա համար շատ բան պիտի փոխվի։ Ես ցավ եմ ապրում, ինձ անասելի անօգնական եմ զգում, զայրույթ ու զզվանք եմ ապրում, երբ լսում եմ հեռուստատեսությամբ խոսողներին կամ տեսնում եմ Նեթանյահուին գագաթնաժողովում հայտարարելով, թե Պաղեստինի երեխաները օրական ավելի քան 2000 կալորիա են ստանում։ Ինչպես են թույլ տալիս այդ մարդուն ներս մտնել ու նման բաներ ասել։ Մեր հասարակության մեջ կուտակված զայրույթն այսօր այստեղ է արտահայտվում։ Դուբլինում, Հռոմում եւ Աթենքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, պահանջելով ազատ արձակել կալանավորված ակտիվիստներին, որոնց թվում է շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը։ Կարծում եմ պետությունները պետք է ճանաչեն Պաղեստինի պետությունը, ինչպես նաև այն բոլոր տարածքները, որոնք այսօր տառապում են բռնությունից, ագրեսիայից ու պատերազմներից։ Բողոքի ցույցեր են նաև Ստամբուլում եւ Թունիսում, որտեղ հավատացյալները ուրբաթօրյա աղոթքից հետո երթով շարժվել են փողոցներով, դատապարտելով Իսրայելի գործողությունները։ Թուրքիան, Հորդանանը, Եգիպտոսը, Մերձավոր Արևելքի եւ Արևմուտքի բազմաթիվ պետություններ անտարբեր են Գազայի պատերազմի նկատմամբ, սակայն հենց ժողովուրդն է, որ անընդհատ ակտիվացնում եւ սրում է այս գործընթացը։ Իրականում մենք էլ այդ տորղիմի մի մասն ենք, եւ այստեղի ժողովուրդը հստակ ու բացահայտ իրեն հենց այդպես էլ ընկալում է։ Մենք այստեղ ենք մեր զորակցությունը հայտնելու Սումուդ տորմիղի մասնակիցներին, որոնց սիոնիստական կազմակերպությունը առևանգել է իրականացնելով հանցավոր եւ ահաբեկչական գործողություն։ Իսրայելական ուժերը կալանել են մարդասիրական օգնության բարձված 39 նավ, որոնցում եղել են տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ավելի քան 400 ակտիվիստներ։ Կազմակերպիչների հաղորդմամբ միայն մեկ նավ է շարունակում իր ճանապարհը դեպի Սովյալ Գազայի հատված։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։